Մանդատները վերցնելով նրանք շատ մեծ պատասխանատվություն են իրենց վրա վերցրել, որովհետև այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր երկրի առջև, կարող են լուծվել ազգային ժողովում։ Օրինակ սահմանադրության հանրաքվեի դնելու հարցը, եւ նրանք վերցնելով այդ մանդատները պետք է պատասխանատու լինեն, որ իրենցից ոչ մեկ, այսպես ասած, չծախվի։ Հարգելիս, դուք ոչ թե ոչը պետք է լինեք, դուք դա կանխողը պետք է լինեք, այսինքն հանրաքվեն կանխողը, ոչը կարող ենք լինել մենք։ Այդ թիմից շատերը ճամբարներ են փոխել, սկզբունքներ են փոխել, դիրքորոշումներ են փոխել, ոմանք ժամանակին Արցախի համար են պայքարել, այնուհետև նույն հաջողությամբ հրաժարվեցին Արցախից։ Ողջույն հարգելի հայրենակիցներ, այս շաբաթ հերթական անգամ պատմական շաբաթը կամփոփենք Ռուբեն Դալաքյանի հետ եւ կներկայացնենք մարտական եղբայրություն միաբանության դիրքորոշումները շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ։ Բարև ձեզ։ Ցավակցում ենք Նարեկ Թորոսյանի ընտանիքի անդամներին, տեղեկացնենք, որ բանակում տեղի ունեցել զինվորի սպանություն, հանգամանքները դեռ բարձվում են, հստակ չի դա նախնական վարկածը, որ ինքնասպանության են դրդել, բայց ձերբակալվածներ կան արդեն։ Ու ինչի մասն է այս ամենը խոսում։ Բանակում բարեփոխումներ են տեղի ունենում, ասում են բանակը նորացվում է, նոր մեթոդներ, նոր ինստրուկտորներ եւ նոր սպառազինություն, իբրև թե նոր բանակ են իրենք ձևավորում։ Չկա հրադադարի ռեժիմի խախտում, խաղաղության են գնացել, բայց բանակը ունի զոհեր։ Իրոք շատ ցավալի դեպք է։ Շատ կարևոր է նշել, որ կարծես թե սահմաններին խաղաղ չեն կրակում եւ այլն, եւ այս դեպքում առավել ցայտուն են երևում խնդիրները, որովհետեւ մենք գործ ունենք մեր բանակի ընդհանրապես զինվորականության, հեղինակության բարոյալքման հետ եւ բանակը ընդհակառակը պետք է միավորող գործոն լինի, համախմբող գործոն լինի, ձևակերպված լինի ընդհանուր նպատակ, որի շուրջ տղաները պետք է միավորվեն եւ ոչ թե ուրեմն այսպես անձնական վեճերը աճեն եւ հասնեն այն մակարդակի, որ մարդու կյանք խլվի։ Ես անընդունելի եմ համարում այն արդարացումները, որ այսօր երեք ուրեմն Facebook-յան կամ տարբեր հարթակներում նշվում էին, որ դե իհարկե երբեք չի կարելի բացառել եւ այլն, բայց այդպիսի արդարացման փորձ իսկ չպետք է հնչի եւ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ցանկացած դեպք, ցանկացած նմանատիպ դեպք կանխվի եւ բանակում իսկապես տիրի այնպիսի մթնոլորտ, որտեղ այսպիսի հարցերը, գոնե ծագած հարցերը ինչ որ մի փուլում սպաների մասնակցությամբ կկանխվեն կամ այն առողջ մթնոլորտը չի թողնի, որպեսզի այս խնդիրները շատ գլուխ բարձրացնեն։ Մենք գիտենք, որ առհասարակ բանակը դա ավտորիտար համակարգ է, այսինքն վերևից ներքև գործող համակարգ է, որտեղ որ պետք է ավակության սկզբունքը նաև հաշվի առնեն, որովհետև վերևից հրամանն իջնում է, այսինքն եթե վերևում խնդիրներ կան, դրանք ավտոմատ պրոյեկտվում են իջնում են մինչև ամենաստորին օղակը զինվորների մակարդակ։ Հետևաբար նման խնդիրներ, միջանձնային հարաբերություններ կամ փողոցային վարքուբարք, որ բանակ է ներմուծվում, սա խոսում է մի բանի մասին, որ վերևի էշելոններում կանգնած մարդիկ նման կերպ են փոխհարաբերում իրենց ենթականների հետ, իրենց գոլեգաների հետ, որը ավտոմատ կերպով պրոյեկտվում ավելի ստորին օղակներ։ Մենք հասկանում ենք, որ եթե ցանկություն լինի, այս ամեն ինչ կարող է զրոյի հասցվել։ Ու խոսել, որ դա դե լավ վիճակագրական կերպով մոտենալ, այսինքն թվեր ներկայացնել, որ սա այսքանը թույլատրելի է կամ ինչ որ բան, դրանք ուղղակի ստորության նշաններ են, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքի հետ, զինվորի կյանքի հետ, որը ոչ թե մարտական գործողությունների արդյունքում կյանքն է նվիրել
իր պետության, իր հայրենիքին, այլ հակառակ, ասենք, ինքը խնդիրների է բախվում գնալով իր պարտքը տալու հայրենիքին, այսինքն մարդը գնացել է իր պարտքը տա հայրենիքին, ծառայի, երկիրը պաշտպանի, պատրաստ լինի ցանկացած պահի մարտական գործողությունների մասնակցի, դրա փոխարեն հակառակ զինվորները հայտնվում են մի հատ իրավիճակում, երբ որ փորձում են, չգիտեմ, ինքնահաստատվում են, բայց դա ասում եմ ավելի վերևներից է գալի։ Ես ինքս ծառայած լինելով կարող եմ ասել, որ կային այն ժամանակ էլ նման խնդիրներ, բայց դա վերևից էր գալի, այսինքն երբ որ սպաները միմյանց հետ նման հարցեր են բարձում, նման մեթոդներով են հարցեր բարձում, դա ավտոմատ իջնում ավելի ներքև, զինվորներն են սկսում միմյանց հետ նման կերպ վարվել, ու դա խնդիրներ առաջացնում, դա իր վատ հետևանքները թողնելու է։ Այսինքն մենք հիմա տեսնում ենք, որ մարդկային կյանք է աճեցել, բայց դրա հետ կապված պետք է աշխատանքներ կատարվեն, որովհետև բացի մարդկային կյանքը նաև կան օրինակ խոշտանգման դեպքեր, ծեսկրտուքներ, չգիտեմ, հոգեբանական ճնշումներ, որ առհասարակ զինվորը դրա ժամանակը պետք է չունենա։ Այսինքն, երբ որ զինվորներն ազատ են լինում կամ մեր ժամանակ ասում եմ պարապ զինվորը պոտենցիալ հանցագործ է։ Այսինքն զինվորները պետք է անդադ պարապմունքների մեջ լինեն, զինվորները պետք է օրինակ ցանկացած զորամասում հոգեբանները նորմալ աշխատեն, որովհետև հաստիկով այդպիսի հաստիկ գոյություն ունի։ Զորամասում կան հոգեբաններ, կա հոգեբան, կա իրավաբան, եւ նախկինում նաեւ գործում էր այդ հոգեվոր սպասավորը, որը շատ կարեւոր է, որ բանակում նման մարդ լինի, որովհետեւ առհասարակ այդ հոգեվորից հեռանալը, հոգեբանական խնդիրների մասին ճիշտ ժամանակին չտեղեկանալը, դրանք բերում են խնդիրների։ Սա խոսում է մի բանի մասին, որ իրենք չեն տիրապետում բանակում տեղի ունեցող իրավիճակներին եւ իրենք են ծնում նման իրավիճակներ, այսինքն չտիրապետելով ու իրենց վատ վարքու բարքով օրինակ ծառայելով ամենաներքևի խաղում գտնող ժամկետային ծառայողներին։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ էլ նույնիսկ նման երևույթները կարծես շատացել են, անհանդուրժողականությունը բավական մեծացել է, եւ ես կարծում եմ ամեն դեպքում իհարկե թեման շատ խորն է եւ լուրջ ուսումնասիրության, լուրջ համակողմանի բազմակոմպոնենտ ուրեմն ուսումնասիրության անհրաժեշտություն է զգում, սակայն նաեւ կարծում եմ, որ ընդհանուր հարգանքը զինվորականի նկատմամբ այս իշխող կառավարության օրոք կտրուկ նվազել է եւ միգուցե դա էլ իր հետևանքը կարող է թողել, երբ որ զինվորականները, սպաները իրենց անհրաժեշտ հարգանքը չեն ստանում եւ այդ ամեն ինչը կարող է նաեւ պրոյեկտվել արդեն իրենց ստորադասների նկատմամբ։ Բնականաբար ու նաև քաղաքացիական կյանքում է, երբ որ դրսևորում է անհանդուրժողականությունը ու երբ որ մարդիկ օրինակ իրար վրա կրակում են, անդադ բռնության դեպքեր են ի հայտ գալիս, անդադ իրար ծեսկրտուքներ, սպանություններ, սա հավաքականորեն կարող է նաև փաստել, որ հետ պատերազմյան ու պարտության շոկն է, որովհետև մենք դրսում պարտվել ենք, մենք չենք համակերպվում այդ պարտության հետ, կա հոգեբանական մեծ ճնշում հայ մարդու, հայ տղամարդու վրա ու դա ծնում է ագրեսիա, որը որ սկսում է դրսևորվել միմյանց նկատմամբ։ Այս ամեն ինչի խնդիրները ավելի խորքային են ու մեր պետությունը, մեր իշխանությունները սրա հետ կապված առհասարակ որևիցե հարց չեն փորձում կարգավորել, հակառակը փորձում են ծափ, ծիծաղ, չգիտեմ, ֆեստիվալներ, չգիտեմ, վարչաբենդեր ու նման տափակ իրողություններով լցնել մարդկանց առօրյան, փորձել շեղել հաց եւ տեսարաններ ապահովելով այնինչ մենք պետք է հետևություններ անենք, հասկանանք, աշխատենք ինքներս մեր վրա, որովհետև մեր նկատմամբ պատերազմը շարունակվում է ու մենք պետք է դրան դիմադրենք։ Իսկ մեզ հակառակն են անում։ Մենք ինքներս մեր հետ ենք սկսում խնդիրներ առաջացնել, բաժանվում ենք մասերի, տրոհվում ենք, ապաթիայի մեջ ենք հայտնվում, հետևություններ չենք անում, ինքներս մեր վրա չենք աշխատում։ Ինչ խոսք, այս շաբաթ նաև падգամավորներին հանձնվեցին մանդատները, գնացին հերթով սկսեցին մանդատներն ստանալ, քանի կար քննարկում էին, պետք է վերցնել մանդատները, պետք չէ վերցնել մանդատները, ստացան падգամավորական մանդատները ու
Առաջիկայում սպասվում է որոշակի քաղաքական գործընթացներ, բայց մենք տեսանք, որ իրականում այս նոր ձևավորված ազգային ժողովը ոչինչ ընդունակ չի լինելու։ Մանդատները վերցնելով նրանք շատ մեծ պատասխանատվություն են իրենց վրա վերցրել, որովհետև այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր երկրի առջև, կարող են լուծվել ազգային ժողովում։ Օրինակ, Սահմանադրության հանրաքվեի դնելու հարցը, եւ նրանք վերցնելով այդ մանդատները պետք է պատասխանատու լինեն, որ իրենցից ոչ մեկ, այսպես ասած, չծախվի եւ 2/3-ը չապահովի հանրաքվեի դնելու համար։ Սա շատ ուղիղ պատասխանատվությունն է այդ քաղաքական ուժերի եւ այստեղ ոչ մի արդարացում չի ընդունվելու, թե ինչ մեկին համոզեցին, ինչ մեկին այսպես կաշառեցին կամ ստիպեցին, վախեցրեցին, ոչ, դա ձեր քաղաքական ուժի պատասխանատվության ներքո է եւ ժողովուրդը տալով բավական մեծ տոկոս իր ձայներից ձեզնից ակնկալում է կոնկրետ գործողություն։ Մանդատները ձերն են, պատասխանատու եղեք եւ թույլ մի տվեք, որպեսզի Սահմանադրությունը դրվի հանրաքվեի։ Իմիջիայլոց Ռուբենը ինչպես նշեց, որ ձեր պատասխանատվության տիրույթում է հարցը գտնում, դուք ֆիլտր եք արել, ձեր ցուցակներից բազմաթիվ ընտրված պատգամավորներ չեն վերցրել մանդատները, հրաժարվել են, որպեսզի ցուցակից այլ մարդիկ կան, հասկանում ենք, որ դա արել եք այն նպատակով, որ ավելի վստահելի մարդիկ ձեր ցուցակներից, ձեզ համար վստահելի մարդիկ վերցնեն այդ մանդատները, սա անձեն աչքով արդեն տեսանելի է, թե ինչի համար դուք այդ ամենը անում, բայց 6 ձայն պակասում է, որպեսզի Սահմանադրությունը դրվի հանրաքվեի։ Դուք ամբողջ պատասխանատվությունը վերցրել եք ձեր վրա։ Եթե Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը կդրվի հանրաքվեի, որպեսզի ընդունվի նոր Սահմանադրություն, այդ ժամանակ մենք ու մեր նման քաղաքական ուժերն ու հասարակական կառույցները մարդիկ պետք է միավորվենք, որպեսզի թույլ չտանք, որպեսզի դուք համակարգեք ոչի շտաբը, որովհետև դուք հնարավորությունն է կանխելու հանրաքվեն, չկանխելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը լինելու է ձեր վրա։ Դուք դառնալու եք այդ պարագայում Նիկոլիի կցորդը։ Մենք իմիջիայլոց չունենք վստահություն պարլամենտական ուժերի նկատմամբ, որովհետև օրինակ ուժը Հայաստանի առաջին համարը Նարեկ Կարապետյանը կրկեսում իրենց հավաքներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իրենք ոչն են։ Հարգելիս, դուք ոչ թե ոչը պետք է լինեք, դուք դա կանխողը պետք է լինեք, այսինքն հանրաքվեն կանխողը, ոչը կարող ենք լինել մենք։ Դուք կանխողն եք, եթե չեք կանխելու, դուք արդեն այո եք դառնում, կամ ինչպես Նարեկ Կարապետյանն է ասում, ինքը կդառնա իր ձևով ասած էբեթը, թուրքերեն ասած էբեթը։ Ինքը ասում է այոն դա է, այոն չի դա էբեթն է թուրքերեն, այս պարագայում ինքը դառնալու է էբեթը։ Նաև ակտիվ քննարկումներ են տեղի ունենում անդիմադիր մեկ այլ ֆրակցիանում, Հայաստան Դաշինքում նա Ղաղավան Վարդանյանը հայտարարեց, որ ինքը մանդատը չի վերցնելու, հետո գնաց մանդատը վերցրեց ու մեկնաբանելով, որ դա ինքը խոսքը դրժում է, որպեսզի պարտքի տակ չմնա, որտեղ ինքը պարտք ունի, ազգային ժողովում պետք է իրականացնի այդ իր պարտավորությունը եւ ինքը գնում է սատարկ կանգնելու ոչ թե Հայաստան Դաշինքին, ոչ թե իր ուժին, այլ գնում է սատարկ կանգնելու Իշխան Սաղաթելյանին եւ Նարեկ Կարապետյանին, ավտոմատ կերպով դուրս է գալիս ուժը Հայաստանին է սատարկ կանգնելու։ Հիմա սա ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել։ Միգուցե սա հեն պակասող 6 ձայներն են։ Շատ հնարավոր է։ Ուղղակի խոսք տալուց առաջ պետք է սկզբունքների մասին կամ պարտքերի մասին հիշել, նոր խոսք տալ։ Երևի թե, բայց այդ թիմից շատերը ճամբարներ են փոխել, սկզբունքներ են փոխել, դիրքորոշումներ են փոխել։ Ոմանք ժամանակին Արցախի համար են պայքարել, այնուհետև նույն հաջողությամբ հրաժարվեցին Արցախից կամ կոչ էին անում կռիվը դադարեցնել, համաձայնվել Ադրբեջանի պահանջներին
Այնպես որ այստեղ ինչ որ նոր մի զարմանալի բան չկա։ Իհարկե ներքին process-ներից ես ինքս process-ներին չեմ տիրապետում, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու եւ ինչպես, բայց ընդհանուր առմամբ ինձ համար ինչ որ տես շատ զարմանալի բաներ չեն։ Մեծ հարցեր են իրականում սրանք պարունակում։ Մենք հասկանում ենք, որ դիրքավորումներ են տեղի ունենում, մենք հասկանում ենք, որ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի թիմերի մեջ պայքար է տեղի ունենում։ Մենք տեսնում ենք, որ օրինակ նույն ուժը Հայաստանում եւ երկրորդ նախագահի շրջանակներից մարդիկ կան եւ երրորդ նախագահի շրջանակներից մարդիկ կան, այսինքն սա սիմբիոզ է, դրա համար իրենք ավելի խոցելի են Փաշինյանի կողմից։ Հիմա տրանսֆեր է բացվել, այսինքն ամառային աշնանային տրանսֆերներն են, ինչպես ֆուտբոլային ակումբներում են անում վարձավճարով հանդես են գալիս։ Մենք տեսել ենք 5 տարվա ընթացքում բազմաթիվ բաներ, այսինքն падգամավորներ են ընտրում մի ֆրակցիայից, հետագայում հանդես են գալիս մեկ այլ ֆրակցիայի կողմից, որ նույն Գեգամ Նազարյանը, Շան Զաքարյանը, նաև մենք տեսանք Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի process-ը, ովքեր որ հակառակ ընդդիմադիր դարձան, չգիտեմ, անդադ process-ներ են դերնում, այսինքն փոխանակում են падգամավորներով ընդդիմությունն ու իշխանությունը, բայց իմիջիալ Իշխան Զաքարյանն առանձնացնել, որովհետեւ Իշխան Զաքարյանը ըստ օդում կախված լուրերի, իսկ ասեմ որպես հետները որոշակի ժամանակ առնչություն ունեցած որպես գործարար առումներով մարդ, Իշխան Զաքարյանը ներքին խոսակցություններում էլ բազմաթիվ մասնաբաժեր ուներ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Ու միգուցե Իշխան Զաքարյանը իրեն մի ոտ շուտ ապահովագրել է, որպեսզի իր մասնաբաժիններին վտանգ չսպառնա։ Նույն խոսակցություններ կար, որ Ծաղկաձորի սպորտ կոմպլեքսում, Մուլտիգրանտ հոթելում, չգիտեմ, տարբեր տեղերում, իմիջիալոց նաև նոյ կոնյակի գործարանում մի ամբողջ հարկ ես տեսել եմ, մանձամբ ես եմ տեսել, որ դա իրեն էր պատկանում։ Այդ դեռ 2017 թվականի ընտրությունների ժամանակ մի ամբողջ հարկ պատկանում էր Իշխան Զաքարյանին ու հիմա այդ մարդը ընդհատակ է անցել դուրս գալով ընդդիմությունից ու մի անգամ օգուտ տալով իշխանությանը իր ծառայությունները մատուցել է։ Հաջորդի անդրադառնանք Ծառուկյանի այդ կալանքին։ Կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, կասեցվել են կարծես նրա բոլոր բիզնեսների գործունեությունը, այսինքն փակվել են հյուրանոցներ, չգիտեմ, արտադրություններ, ինչ է տեղի ունենում։ Սա քինախնդրություն է, հաշվեհարդար է, կապիտալի վերաբաժանում է, առհասարակ սա ինչպես կարող ենք մեկնաբանել։ Եթե մեկ բառով նորինություն է, որտեվ անհնար է, որ միանգամից պարզի, որ բոլոր բիզնեսներն ապօրինի էին կամ, չգիտեմ, շատ լուրջ խնդիրներ կային, շատ միանգամից, այսինքն ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը եւ բոլոր մարմինները համապատասխան շատ լավ իմացել են շատ վաղուց, դա երևի անգամ սովորական քաղաքացիների համար գաղտնիք չէր, որտեղ եւ եղել են հարկերից խուսափում եւ տարբեր ուրեմն ինչ որ հնարավոր ապօրինություններ, սակայն ներկա իշխանությունը այս ամենը օգտագործում է իր շահիրեն, այսինքն թողնում է, որպեսզի նա ընդդիմությունից, այսպես ասած, ձայներ փախցնի ընտրությունների ժամանակ, այնուհետև իրենց հարցերն են լուծում, սակայն մի հատ շատ ավելի վտանգավոր տենդենս եմ տեսնում, ես իրավաբան չեմ, երևի թե իրավաբանները ավելի պրոֆեսիոնալ կարող են մեկնաբանել, սակայն այս բիզնեսների խլումը շատ վատ նախադեպ է, եւ շատ վատ ազդակ կարող է լինել պոտենցիալ բոլոր ներդրողների համար եւ Հայաստանում իրենց գումարը ապագան պատկերացնողների համար։ Այսպիսի բաներ պետք չի թույլ տալ, այսինքն եթե ինչ որ բաներ կան, միգուցե պետք է տուգ անել կամ այլ ինչ որ իրավական process-ներ նախաձեռնել, բայց ոչ թե այսպես համատարած սկսել բիզնեսները խլել, հա, սա ժողովրդավար երկրին հարիր չէ, նորմալ երկրին հարիր չէ եւ բնորոշ է օրինակ Ադրբեջանի նման պետությունների։ Սա բնորոշ է այդ խորհրդային կարգերի հաստատմանը, երբ որ մարդկանց կուլակաթափ էին անում ու ասում էին սա պետականացվում է, այսինքն մասնավոր սեփականությունը խլում են
գնում են բելարուսացման ճանապարհով։ Հայաստանում ամեն ինչ գնում է բելարուսացման, այսինքն Նիկոլի թե իշխանությունը պահել է, երրորդ անգամ ընտրվել է, թե ուժայիններին ավելի շատ տեղ տալ է իր շուրջը, ուժայիններով շրջապատել է, իշխանությունը ամուր բռնել է, սա նման է Լուկաշենկոյի արարքների, սկսած գլխարկից մինչև ամեն ինչը ինքը մեկին մեկ կրկնօրինակում է, Լուկաշենկոն մի օրում չի դարել բայց կա։ Քանի կար Ելցիններ բայց կան։ Հետագայում փոխվեց, դարավ Լուկաշենկոն, բայց դա ընթացքում դարավ, տարիների ընթացքում, հիմա Փաշինյանը գնում է այս ճանապարհով, երևի սիրած հերոսն է դրա համար էլ խարկը դնում, մտնում գոմեր, ինչ որ անասունների ստուգում։ Ոգեշնչվել է այդ մարդու կերպարով ու գնում է այդ ճանապարհով։ Հայաստանը խորհրդայնացնելու ճանապարհով, չգիտեմ, միութանականին է պատրաստում, չգիտեմ, ինչ դավադրություններ է ինքը առհասարակ Հայաստանի շուրջ հյուսում, ես չեմ պատկերացնում, բայց այն որ Հայաստանը դառնում է ոչ վստահելի երկիր ներդրողների համար, առաջին հերթին հենց հայերի համար, դառնում է ավելի վտանգավոր։ Մենք չգիտենք ում համար են իրենք փող նախապատրաստում, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ պրոցեսներ են տեղի ունենում, թարիփի համար թույլտվություններ են տալի, չգիտեմ, անհայտ գործարարների մեզ համար անհայտ, մեր երկրի համար անհայտ գործարարների։ Չենք ասում, որ Գագիկ Ծառուկյանը լավագույն գործարարն էր, չթվա, որ մենք պաշտպանում ենք այն ամեն ինչը, ինչ որ տարիներ շարունակ հենց նույն Գագիկ Ծառուկյանն է իրականացրել, բայց Գագիկ Ծառուկյանը մեծ հաշվով մերն է, թեկուզ սխալ, բայց մերն է։ Բայց անհայտ մարդկանց համար հող նախապատրաստել, սա Հայաստանի, չգիտեմ, օտարման process է տեղի ունենում։ Այսինքն հանձնում ընդունման process է տեղի ունենում։ Մենք անխոչադոն ճանապարհ ենք տալի ինչ-որ մի հատ մասնավոր ամերիկյան կազմակերպության։ Մենք հանքարդյունաբերության հետ կապված թույլտվություններ ենք տալի տարբեր արտերկրում գտնող տարբեր գործարարների, որոնք որ հայեր չեն, բայց սեփական գործարարներին դնում ենք հարվածի տակ, խփելով Գագիկ Ծառուկյանին, նաև նախադեպ են ստեղծում, որ մյուսների համար ավելի վտանգավոր կարող է լինել, եթե Գագիկ Ծառուկյանին է վնասում, որը նաև ոչ միայն մեծ ազդեցության գործարար, այլ նաև քաղաքական որոշակի կապիտալ ուներ։ Պատկերացնում եք, ասենք, մնացած գործարարները, օրինակ մարդ, որ փոքրիկ արտադրություն ունի կամ փոքրիկ խանութ ունի, իրեն ինչքան անպաշտպան է զգալու այս երկրում։ Եթե օրինակ ունենա քաղաքական հակասություններ, կարծիք հայտնի, դիրքորոշում հայտնի, որ չի կիսում օրինակ օրվա իշխանության նարատիվները, ինքը միանգամից կարող է ունեզրկվել, կուլակաթափարվել։ Սա շատ վատ օրինակ է, բայց ասեմ, որ սրա մեջ նաև մեծ մեղավորություն ունեն հենց այդ նույն Գագիկ Ծառուկյանը ու իր շուրջը կանգնած մնացած մարդիկ ու մյուս քաղաքական ուժերը։ Մեր երկրում բազմաթիվ process-ներ են տեղի ունեցել տարիներ շարունակ, որոնց շուրջ բոլորը լռել են։ Այս իրենց ամենամեծ մեղքն է։ Տարիներ շարունակ իրենք լռել, օրինակ մարտի 1-ի դեպքի ժամանակ դուր են մնացել, իրենք դիրքորոշում չեն հայտնել։ Իրենք դիրքորոշում չեն հայտնել, երբ որ 13 թվականի նախագահական ընտրություններ են կեղծվել։ Իրենք դիրքորոշում չեն հայտնել, երբ որ օրինակ արժեքների հեղափոխության ժամանակ տարան մեծ ժամկետով կալանավորեցին, դատեցին տղաներին, Շանթին եւ ընկերներին։ Լուր են մնացել, երբ որ օրինակ ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ թե խնդիրներն ուսումնասիրելու վերհանելու, այլ կոծկելու գործընթացին մասնակցեցին։ Այդքանով հանդերձ նույն Ծառուկյանը գնաց, իր հավատարմությունը հայտնեց, միացավ հեղափոխությանը, 18 թվականին ջուր բերեց, միացավ հեղափոխությանը, փոխվարչապետ նշանակեց, որը մինչև այսօր գործում է Մհեր Գրիգորյանը, մեր շատ սիրելի, ամեն անգամ անդրադառնում ենք, որը որ Քոչարյանի հետ ասոցացվող է, բայց այս process-ները իրենք լուր են մնացել, 20 թվականի պատերազմի ժամանակ լուր են մնացել, 21-22 թվականին, երբ որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարձակումներ Ադրբեջանի կողմից, այդ ժամանակ են լուր մնացել, 23 թվական Արցախի հայաթափման ժամանակ են լուր մնացել, ոչինչ չեն արել, ոչ միայն լուր, անգործ են եղել, իրենց բիզնեսներն էին պաշտպանում, լուր էին, որպեսզի իրենց բիզնեսներին չկպնեն, 24 թվականի սահմանազատման ժամանակ են իրենք լուր մնացել, լուր են նաև օրինակ Հայաստանում առաջին անգամ գաղափարական առումով կասեցվում է, չի գրանցվում կուսակցություն, քաղաքական ուժ, գաղափարական
առաջի դեպքն է, երբ որ մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծված ազգային հեղափոխություն կուսակցությունը պետական ռեգիստրում չի ստանում գրանցում, ինչը թե օրվա քաղաքական կուրսին չի համապատասխանում։ Նման նախադեպ չի եղել ու բոլոր քաղաքական ուժերը, մենք սրա մասին անդադ բարձրաձայնելու ենք, բոլոր քաղաքական ուժերը լռել է սրա շուրջ։ Աղետը հասնելու է բոլորի դռները, բոլորի տները։ Ծառուկյանով սկսել են, մյուսներով ավարտելու են։ Սա փրկություն չի ձեզ համար։ Դուք եթե ներողություն, սա նաև դաս է այն մարդկանց, ովքեր պատրաստվում են ԿՊԻ-ի հետ համագործակցել, որովհետև ԿՊԻ-ի հետ համագործակցող իրենցից բան ներկայացնող ինչ-որ ուժեր կամ ազդեցություն ունեցող ուժեր, մարդիկ, խմբեր ապագայում հայտնվելու են Գագիկ Ծառուկյանի կարգավիճակում։ Որովհետև ԿՊ-ն չի որոշող է։ Մեծ հաշվով արտաքին պարտադրանք կա։ Այնպես ինչպես օրինակ պարտադրանք կա արտաքին ուժերի կողմից, օրինակ Ադրբեջանի կողմից, որ Հայաստանում պետք է լինի իրենց ասած սահմանադրությունը, նույն կերպ որոշում են, թե Հայաստանում ով պետք է բիզնես անի կամ բիզնես չանի։ Ու եթե գտնում են, որ Հայաստանում ինչ-որ մի բիզնես անող, ինչ-որ մի քաղաքական գործունեություն ծավալող դեմ է Ադրբեջանի շահերին, ավտոմատ կերպով այդ մարդկանց կասեցնելու են։ Ու ավելի ձեռնտու տարբերակների առաջարկեն։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շարունակում է անկում ապրել, այսինքն գնալով մեր ներմուծումներն ավելանում են, արտահանումները նվազում են, սանկցիաներ կան, Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում ԵԱՏՄ ապրանք արտահանել, նույնիսկ Ռուսաստանի տարածքը չի կարողանում օգտագործել որպես տրանզիտ, այսինքն հասնելու համար Ղազախստան, Բելարուսիա կամ Ղրղստան, եթե ռուսները չեն ընդունում մեր ապրանքները, միգուցե նրանք ընդունեն, բայց մենք դա չենք կարողանում այդ ճանապարհներն օգտագործել, հայտնվել ենք մի հատ վատ իրավիճակում։ Ինչ է սա նախանշում, ինչ հնարավոր վտանգներ կամ գործողություններ կարող են սրան հաջորդել։ Այս լարվածությունը կարծես թե մի քիչ ավելի լուրջ փուլ է մտնում Ռուսաստանի հետ հարաբերությունների, սակայն դժվար է կանխագուշակել ինչպես հաջորդիվ կզարգանան դեպքերը, սակայն մեկ այլ տեսանկյունից նայելով այս ծանր մի քիչ ծանր իրավիճակը մեզ համար դաս պետք է լինի, որպեսզի հասկանանք մենք մեր տնտեսական համակարգը չպետք է գերի դնենք վերպետական ինչ-որ կառույցների, հա, օրինակ ԵԱՏՄ կառույցը մեզ շատ բաներով սահմանափակում է եւ մենք դարձել ենք այդ կառույցի գերին, հա, մեկ այլ տարբերակ է ինքնուրույն ազատ առևտրի տարբեր համաձայնագրեր, պայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր երկրների, խոշոր շուկաների հետ եւ ինքնուրույն ազատորեն գործել, հա, ինչպես օրինակ նույն Վրաստանն է անում կամ Ադրբեջանը, հա, այսինքն ավելի ազատ գործելու ծրագրեր են պետք մշակել, ոչ թե շարունակել լինել այն այսպես կաշկանդող, մեռած համակարգի մասը, որը մինչև այսօր եղել ենք, սակայն մենք նայում ենք, որ վարչապետը շարունակաբար պնդում է, որ մենք չենք ուզում հեռանալ Ռուսաստանից, ԵԱՏՄ-ն մեզ լիովին ձեռնտու համակարգ է, այսինքն կարծես թե հայտարարություններով փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այսպես հավատարմությունը բարձրաձայնել, միևնույն ժամանակ ասում է, եթե տեսնենք, որ ԵԱՏՄ-ն չի գործում, այդպես ուրեմն չիլնի կարգավիճակով, այսինքն շատ հստակ քաղաքականություն չկա, կամ այստեղ, կամ այնտեղ։ Իսկ նախընտրական շրջանում մենք հիշում ենք, որ քաղաքական ուժերից ընդդիմադիր այդ ուժերը ասում էին, որ եթե մենք չընտրվենք, հուլիսին, ամենաուշը հուլիսին Ռուսաստանը մեր դեմ տնտեսական պատերազմ է սկսել։ Դրան ի պատասխան Փաշինյանն ասում էր, որ եթե ես համադրական մեծամասնություն չունենամ, սեպտեմբերին Ադրբեջանն է մեր վրա հարձակվելու։ Հիմա առաջին մասով մենք տեսնում ենք, որ իրականանում է։ Կարծես թե ճիշտ է դուրս եկել։ Հիմա Փաշինյանը ինչ է ասում։ Ադրբեջանը պատրաստվում է մեր դեմ հարձակվել, նամանավանդ որ մենք տեսնում ենք Ադրբեջանում տեղի ունենում մոբիլիզացիա։ Սրա մասն լռում են քաղաքական գործիչները։ Կարծում եմ լրագրողները պետք է շատ ուղիղ հարց տան։ Շատ ուղիղ հարց տվեք, դուք բազմաթիվ առիթներ ունեք,
շփվում եք, տեսնում եք, հարցազրույցներ եք վարում։ Հարց տվեք, արդյոք Ադրբեջանը պատրաստում է պատերազմի։ Բայց անկախ ամեն ինչից պետք չէ վհատվել, պետք չէ հուսահատվել, նույն տնտեսական պատերազմել, հնարավոր է պատերազմել եւ հաղթել, նույն ռազմական պատերազմել, հնարավոր է պատերազմել եւ հաղթել, երբ որ մեզ ներշնչում են, թե մենք թույլ ենք, մենք անկարող ենք, դա ամբողջը կեղծ թեզեր են։ Հայաստանի Հանրապետությունը ու հայ ազգը պոտենցիալ ունի, հնարավորություն ունի, որ ցանկացած դիմակայության ըստ արժանամույս պատասխանի, դիմակայի եւ հաղթած դուրս գա։ Այն ամեն ինչը որ տարիներ շարունակ 2020 թվականից մեզ քարոզվում է, սրանք կեղծ օրակարգեր են, կեղծ թեզեր են, սրանք ներմուծված են ու դա բոլորս էլ ասում են, որ դա մեզ համար չի։ Մենք սա չենք ընդունում ու հնարավորություն կա հաղթանակներ գրանցելու։ Սա Իմիջայլոց Մասիշյան, երևի մեր քաղաքական դաշտի կամ ընդհանրապես որպես քաղաքական պատկերացումներ ինչ որ ունեցող ազգի համար ամենամեծ խնդիրներից մեկն է իմ կարծիքով, երբ որ չեմ պատկերացնում, որ հայ ժողովուրդը սեփական ուժերով ունակ է ինքնուրույն, անկախ, ուժեղ պետություն կառուցելու եւ փոխարենը միշտ ասում են, որ պետք է հույսը դնել կամ սրա վրա կամ նրա վրա, այսինքն մենք այսօր այս ամեն ինչի հետևանքն ենք տեսնում, հա, փորձում են մեկ տիրոջը փոխարինել ուրիշ տերերով, որը որ ոչ միտեղ տանող process է եւ կործանարար process է եւ չկա ինքնիշխանության, ինքնուրույն ուժերով ինքնիշխանություն կառուցելու, անկախություն կառուցելու գաղափար կամ իհարկե կան, բայց շատ քիչ են եւ ուրեմն չլսված հանրության մեջ մենք փորձում ենք այդ դրոշակը բարձր պահել եւ մեր շուրջ միացնել այդպես մտածող մարդկանց։ Միացեք մեզ, միասին մենք կարող ենք ցանկացած մարտահրավեր, պատերազմ, տնտեսական, ռազմական, չգիտեմ, ամեն տեսակ այլ մոլորակայինների հաղթահարել։ Դրա համար բաժանորդագրեք մեր Patreon-ին, աջակցեք մեզ որքան որ հնարավոր է, որքան որ կարող եք, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ գործ անել, ավելի շատ լսելի դարձնել մեր խոսքը եւ գնալ դեպի ապագա հաղթանակներ։